գործընկերներ, շատ շնորհակալ եմ հնարավորության համար եւ թեման, որի շրջանակներում պատիվ ունեմ խոսել պարտավորներից, ձեռքբերումներից, հատկապես հարգարժան նախարարի մասնակցությամբ շատ կարևոր է եւ ես կցանկանայի Տիկին Դանեղյանի ներկայացրածի եւ ձեր հարցադրման համատեքստում ավելի մանրամասն ներկայացնել ինչպես պանելային վերնագիրն է ժողովրդավարացման եւ իրավունքի գերակայության մասով Հայաստանում ընթացող process-ները, նվաճումներ, ձեռքբերումներ եւ բնականաբար այն բոլոր մարտահրավերները, որոնք դեռևս արկախված են մեզ համար, հա։ Բնականաբար ՍԵՊ-ն ինքնին սահմանում է շատ հստակ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ իրավունքի գերակայության մասով առաջնահերթությունները եւ այն նախատեսված է ոչ միայն որպես քաղաքական համագործակցության փաստաթուղթ, այլ նաեւ գործիք իրական փոփոխությունների համար եւ այս առումով չնայած ստանձնած պարտավորություններին պետք է նաև նշեմ օրվա առաջին կեսին մեր գործընկերները պետական ապարատից մանրամասն ներկայացրեցին ռազմավարությունների մասով ընթացիկ process-ները այո բավականին մեծ գործողությունների շրջանակ կատարվել է որին նաև քաղաքասարակությունը հնարավորություն ունեցել է մասնակցել բայց միևնույն ժամանակ պիտի արձանագրենք որ գործնականում մենք շարունակում ենք բախվել դեռևս լուրջ հարցերի, խնդիրների եւ բացերի, որոնք բնականաբար հետագա առավել խորացված աշխատանքի անհրաժեշտություն են պահանջում։ Օրինակ, եթե մենք վերցնենք մարդու իրավունքների ոլորտը եւ համապատասխան ռազմավարությունը Այստեղ որպես առաջնային խնդիր կարող ենք նշել օրենսդրական բարեփոխումների դանդաղ ընթացքը։ Ինչի մասին է սա։ Այո, մշակվել եւ մշակվում են, մշակման process-ում են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, սակայն մենք երբեմն տեսնում ենք, որ վերջնական ավարտական փուլին հասնելը շատ ավելի երկար է տևում եւ ավելի լուրջ խնդիրներով է ուղեկցվում Զուտ օրինակներ կարող ենք նշել բազմաչարչար խտրականության մասին օրենսդրությունը, որը հուսով եմ այս տարի մենք վերջնական կունենանք մոտապագայում, կամ օրինակ Ամիկուս Կուրիայի հետ կապված զարգացումները, հա, անգործունակության ինստիտուտ շարքը բազմաթիվ է, ես հուսով եմ դեռ հնարավորություն կունենանք քննարկել եւ ինչ որ մի պահի մենք գոհունակությամբ արդեն խոսենք ընդունված եւ վերջնականացված իրավական ակտերի մասին, հա Եմ միանգամից նաև պիտի նշեմ, որ իհարկե մեծ պատիվ է Տիկին Սարգսյանի ներկայությամբ խոսել այս ամենի մասին, բայց իմ ներկայացվածի ոչ ամեն ինչի պատասխանատուն է ներքին գործերի նախարարությունը բնականաբար Սիրով։ Հաջորդ կարևոր հանգամանքը, որ մենք արձանագրել ենք, ռազմավարությունների եւ սա պիտի նշեմ բոլոր ռազմավարություններին է վերաբերում եւ բոլորս այս առումով մտածելու եւ կատարելագործելու, այսպես ասած, թասկ ունենք, վերաբերվում է միջոցառումների կատարմանը, որը բովանդակային առումով շատ հաճախ ռազմավարությունների ավարտին մենք արձանագրում ենք որպես կատարված, բայց impact-ի առումով մի շարք դեպքերում տեսնում ենք, որ որպես այդպիսին արդյունք չի արձանագրում։ Ինչի մասին է խոսքը, օրինակ այն բազմաթիվ վերապատրաստումները, որոնք իրականացվում են, օրինակ կյանքի իրավունքի ավելի ուժեղ պաշտպանության խոշտանգումների կանխարգելման փակ եւ կիսափակ հաստատություններում հատկապես հանրային ծառայողների համար, սակայն հողի վրա մենք պրակտիկայում տեսնում ենք, որ վարքագիծ որպես այդպիսին չի փոխվում եւ ավելին գնահատում էլ չենք կարող իրականացնել, թե այսքան թվով հանրային ծառայողների վերապատրաստումները արդյոք բերեց պրակտիկ այդ փոփոխությանը, թե այլ կարիքներ էլ կա, որոնց պետք է դեռևս մենք թիրախավորված աշխատենք, սա խնդիրը ինձ թվում է բոլոր stakeholder-ների համար էլ ավելի կատարելագործելու, որովհետև իրականում եւ ներպետական համակարգում եւ միջազգային գործընկերների կողմից այս ուղղությամբ տեսնում ենք, որ բազմաթիվ ռեսուրսներ են հատկացվում եւ կարիք կա ավելի սա խորացնելու եւ զարգացնելու։ Այս համատեքստում չեմ կարող չխոսել, երբ որ մենք խոսում ենք բնականաբար իրավունքի գերակայության, մարդու իրավունքների մասին, մի խնդրահարույց մարտահրավերի, որը վերջին շրջանում մենք տեսնում ենք, ընդ որում սա ոլորտում աշխատելով արդեն 10-ամյակից ավելին պետք է արձանագրեմ, որ մշտական Հայաստանի Հանրապետության դատական համակարգի խնդիր է եղել, դա կալանքի կիրառման պրակտիկան է, որը վերջին տարիներին տեսնում ենք, որ կրկին Չնայած 18 թվականից հետո ինչ որ ժամանակահատված նվազել էր ստատիստիկան, բայց արձանագրում ենք, որ կրկին այստեղ մտահոգություններ կան, քանի որ չնայած որ կալանքը պիտի օգտագործվի, որ
որպես բացառիկ միջոց, գործնականում հաճախ այն կիրառվում է շատ ավելի հաճախի դեպքերում նաև որպես ճնշման միջոց եւ շատ մեծ դեպքերում նաև տեսանելի չի, թե իրականում ինչպես է հիմնավորվում վարույթ իրականացնող մարմինը, ինչպիսի հիմնավորումներ է ներկայացնում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքում, այստեղ նույնպես սկսած վերապատրաստումներից վերջնականացրած օրենսդրական եւ պրակտիկ լուրջ փոփոխությունների մենք անելիք ունենք։ Բնականաբար սրա հետ կապված ուղղակիորեն պիտի խոսեմ մարդու իրավունքների համատեքստում վատ վերաբերմունքի դեպքերի մասին, ինչը շատ մտահոգիչ է մնում։ Մենք եւ փակհաստատություններում եւ կիսափակհաստատություններում շարունակում ենք արձանագրել մահվան մտահոգիչ դեպքեր, ցավոք սրտի դրանց ուղղությամբ դեռևս արդյունավետ քննություններ տեղի չեն ունենում, եւ եթե արդյունավետ քննություն չկա, մենք չենք կարող խոսել նաեւ կանխարգելման հնարավորությունների մասին, նույնը նաեւ խոշտանգումների վատ վերաբերմունքի դեպքերի մասին, որը արձանագրում օրինակ հավաքների համատեքստում, հա։ Կարևոր մեկ այլ հանգամանք, որի մասին կուզեմ խոսել, դա խոսքի ազատությունն է, որտեղ նույնպես նկատվում են մտահոգիչ զարգացումներ, քրեական հետապնդումներ, քրեական օրենսդրության եւ իրավունքի գործիքայնացում, որը ժողովրդավարական պետության համատեքստում չի կարող ընդունելի լինել եւ այստեղ մենք էլի լրջագույն անելիքներ ունենք։ Այս բոլոր խնդիրները իհարկե չեն կարող դիտարկվել մեկուսի, որովհետեւ ուղղակիորեն կախված են նաեւ դատական համակարգի եւ արդյունավետ դատաիրավական բարեփոխումների հետ նախորդ սեսիայի ընթացքում Արտադրության նախարարը ներկայացրեց այն բոլոր գործողությունները, որոնք իրականացվել են, իսկապես մենք տեսնում ենք հատկապես թվայնացման առումով, բայց միևնույն ժամանակ մեզ համար շատ մտահոգիչ է մնում 18 թվականից խոստացված այն համակարգային թիրախավորելով նաև մշակութային բարքերի փոփոխությունը դատական համակարգում, հա, այդ բարեփոխումների բացը, որը մեզ այսօր 26 թվականին դեռևս թույլ է տալիս նշել, որ համակարգային մաքրում դատական համակարգում այդպես էլ Հայաստանը չկարողացավ իրականացնել եւ առանձին դեպքերում մենք ականատես ենք լինում ինչպես քաղաքականացված process-ների, նշանակումների, առաջխաղացումների առնչությամբ եւ բնականաբար դրա որպես տրամաբանական հանգուցալուց նաև արդարադատության մատուցան հետ կապված հարցեր, ինչը շեշտվեց նաև հարգարժան վարչապետի կողմից օրվա սկզբին։ Ամփոփելով պետք է նշեմ, որ այո, Հայաստանի կառավարությունը համապատասխան դերատեսչությունները բավականաչափ գործողություններ ձեռնարկել են եւ ընթացքի մեջ են, ինչպես ՍԵՊԱ-ի շրջանակներում, այնպես էլ հարակից այլ տարբեր ծրագրերի շրջանակներում, սակայն բոլորս անելիք ունենք դեռևս լուրջ մարտահրավերներ կան եւ անհրաժեշտ է, որ առանձին հաճախ ավելի շուտ կասեի, որ ֆորմալ process-ներից անդին մենք ավելի հաշվետուղ, ավելի թափանցիկ եւ բովանդակային փոփոխություններ որդեգրենք, որը կհանգեցնի ոչ միայն զուտ օրենսդրական որոշակի փոփոխությունների կամ կատարողականի արձանագրման, այլ իմ նշած ոլորտներում իրապես դրական փոփոխությունների։ Շնորհակալ եմ, ուրախ կլինեմ պատասխանել հարցերին։ Thank you very much. Շատ շնորհակալություն